Հայկական ծիրանափողը օվկիանոսից այն կողմ։ Գագիկ Գասպարյանը մոտ 3 տասնամյակ դուդուկի հնչյունները տարածում է Հարավային Ամերիկայում։ Հայաստանից Արգենտինա հայ երաժիշտի ճանապարհը հարթ չի եղել, բայց դժվարությունները հաղթահարել է պատվով ու էջմիածնում ծնված դուդուկահարին այսօր ճանաչում են գրեթե ամբողջ Արգենտինայում։ Կանոնահարուհի Հասմիկ Լեյլոյանը մեկ անգամ չէ, որ գործակցել է Գասպարյանի հետ, ամեն անգամ հիացմունքով է արձանագրում։ Տիտանական աշխատանք է անում դուդուկի հետ երկխոսող երաժիշտը, հայկական արվեստը, մշակույթն ու ավանդույթները պահպանելու ու աշխարհին ներկայացնելու համար։ Գասպարյանի կարևոր ձեռքբերումներից է նաև այն, որ դուդուկի ձայնը հնչեցրել է դրսի ոչ միայն հայկական, այլև կաթոլիկ եկեղեցիներում։ Կաթոլիկ եկեղեցին մեծ ցանկություն է հայտնել հայ երաժիշտը, հայ հոգևոր երաժշտությունը համերգով հնչեցնի իրենց տարբեր եկեղեցիներում եւ հատկապես աշխարհի ամենամեծ եկեղեցում, Sagrada Familia եկեղեցում, որը մեծ պատիվ է, ամեն երաժիշտ երազանք կլներ իր համար ելույթ ունենալ այդ ձևի եկեղեցիներում։ Դուդուկի կատարումներով օտարազգի հանդիսատեսին ներկայացրել է Ներսե Շնորհալու, Գրիգոր Նարեկացու, Կոմիտասի, Մխիթար Այրիվանեցու, Մակար Եկմալյանի, Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները։ Երաժշտական կատարումներից հետո հոգևոր դասն ու հանդիսատեսը այն անվանել են ոչ թե համերգ, այլ աղոթք։ Հոգևոր երաժշտության միջոցով մենք աշխարհին խաղաղություն քարոզեցինք։ Պատահական չէ, որ Գասպարյանին անվանում են հայ մշակույթի դեսպան։ Sagrada Familia տաճարի համերգը անցել է բուռն, լեփ, լեցուն։ Դռներից այն կողմ մնացել է մոտ 300 մարդ, ներսում տեղ ու դադար չի եղել։ Պատկառանքով է հիշում, ինչպես է տարիներ առաջ հանդիպել Ֆրանցիսկոս Պապի հետ, որ այն ժամանակ Արգենտինայի կարդինալն էր։ Երբ որ ես նվագեցի, դուդուկը հենց իր սենյակում իր խոսքերը այսպես էին. Առաջի անգամ եմ լսում մի գործիք, որ կարող եմ մարդուն կապել Աստծու հետ։ Դուդուկը մեծագույն նվեր է մարդկությանը, ասում է երաժիշտը։ Այն կարող է լսել ու հասկանալ մարդու ցավը եւ խոսել նրա հոգու հետ։ Հայկական ծիրանափողի նուրբ հնչյունները պետք է հասցնել աշխարհի տարբեր ազգերի ունկնդիրներին։ Սևակ Վարդումյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։